Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է, ողջույն, պարոն Հակոբյան։ Ձեզ հետ հարցազրույցի պայմանավորվածություն ունենք օրեր առաջ եւ թեման հիմնական շողակաթի պետական ֆինանսավորումից զրկվելն էր, բայց հիմա քանի որ մեդիա դաշտում ավելի մի թեժ թեմա կա, սկսենք դրանից, շողակաթից էլ մյուս թեմաներից էլ անպայման կխոսենք։ Տեսեք, դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտե, ժուրնալիստներ միության գույքի բռնագանձման հօգուտ պետության հայցով վարչական դատան առաջիկայում քննարկելու է այդ գույքը պետությանը վերադարձնելու մասին հայցը։ Ինչպես եք գնահատում այս process-ը, ինչ եք մտածում այս թեմայի շուրջ։ Ես դժվարանում եմ ասել, որտեվ շաբաթ կիրակի էր, ես առաջ անգամ ձեզանից եմ լսում։ Չեք ընթերցել պատգամավոր Սիսակ Գաբրելյանի գրառումը։ Շաբաթ կիրակի ես փորձում եմ ինձ բան անել, հա, փակել ամբողջ ինֆորմացիոն, հա, հոսքերից, իսկ ինչ, չէ, չգիտեմ, իսկապես չգիտեմ, հա։ 2400 քառակուսի մետր տարած շուկայական գինեսները 2000 այո 3-5 միլիոն դոլար ըստ պատգամավորի տեսեք գիտեք ինչու հարցրեցի այս հարցով որովհետև ահազանգեր են հնչում որ ընդդիմադիր խմբագրություն է լրատվամիջոց է եւ այսպես ասենք իշխանությունը թիրախավորում է ինչ եք դուք մտածում կա այդ ժուրնալիստների միությունը լրատվամիջոց չի ժուրնալիստի միությունը Սերանյանն է դե գիտեք մեր մոտ ոնց ասում են անցյալում դրածականները միջև հիմա պայթում են ես չեմ ուզում խորանամ այս խնդրի մեջ որտեվ իսկապես չգիտեմ բայց ժուրնալիստների ընդհանրապես ստեղծագործական միավորումները հատկապես մեդիայի բնագավառում նրանք ստեղծվում էին եւ ընդհանրապես աշխարհում նրանք այլ գործառույթ եթե ուզում եք այլ փիլիսոփայություն ունեն այսինքն քաղաքական հայացքների տարածող լրագրողների ժուրնալիստների միությունը չպետք է լինի սա ամենակարևոր բանն է ինչ մեր մոտ խեղաթյուրված է եւ չի կարող ժուրնալիստների միության նախագահան օրինակ հա եւ լինի այդ կառույցի ղեկավար, անաչառ, որը պիտի միավորի, որը պիտի կոմունիկատոր լինի, հա, ֆասիլիտատոր լինի տարբեր խմբերի մեջ, մեդիա խմբերի մեջ, ինքը հստակ քաղաքական կողմնորոշում ունենա ու շատ կոշտ։ Այստեղ է նաեւ ամբողջ խնդիրները, որը մեր մոտ կապված է մեդիա հանրության հետ։ Այս շատ կարևոր խնդիր է, բայց ես կարծում եմ այստեղ տարբեր տեսակետները ավելի ճիշտ կլինի լսել եւ ես ամենավերջինն եմ որը տիրապետում եմ այս բովանդակությանը։ Շատ լավ, ամեն դեպքում քննադատությունը իշխանության հասեն այն է, որ հենց մարդու քաղաքական հայացքի պատճառով են այս հկային փորձում զրկել այդ գույքից, այ 3-4 տարի առաջ թողանային, երբ որ այսքան կոշտ չէր միգուցե պատերազմից առաջ թողանային, երբ որ այսքան կոշտ չէր իրենց դիրքավորումը, կարճ ասած, ասես տիկին Սեյրանյանին են թիրախավորում որպես անձ, հա, ոչ թե ՀԿ-ն ինքնին, այլ անձ, որը այո, միգուցե դրա համար եմ ասում, ես մի հատ ուշադիր պիտի կարդամ, հասկանամ խնդիրները, բայց ել եմ կրկնում այդ սովետական ժառանգությունը, որը մնաց այդպիսի հասարակական կազմակերպությունների, որոնք շատ մեծ քանակի գույք եւ շատ արժեքավոր գույք ունեն, մի քիչ տարօրինակ է, որտեղ ժուրնալիստների միությունը եւ 2000-ից ավել քառակուսի մետր կենտրոնում գույքը, հա, դա մի քիչ անհամատեղելի է, որտեղ շատ ավելի էֆեկտիվ եւ նոր լրագրողական կազմակերպություններ կան, որտեղ այդ գործը անելու համար ինձ թվում է 100-150 քառակուսի մետր լրիվ բավարար է։ Պարոն Հակոբյան, բայց արդյոք տենդենս չի Առավոտի դեպքը վերջին շրջանում եղավ եւ պարոն Արամ Աբրամյանն էր ըստեյության բողոքում, որ մամուլի շենքից հանեցին եւ կարծես տեղը զբաղեցված չի, այսինքն իշխանությունը, ասես ասենք, կսմթում է հեչ չեղած այն լրատվամիջոցներին, եթե չասենք հետապնդում եւ այլն, որովհետեւ նրանք հետո էլի տեղ գտնում են շատ դժվարությամբ ծանր ձևով, բայց անհարմարություն է պատճառում, համաձայն չեք։ Ես նորից եմ կրկնում, ըստ իմ զբաղեցրած դիրքի, հա իմ պաշտոնի, ես հակված չեմ գնահատականներ տալ ոչ մամուլի, այն մամուլի հատկապես, որը մեր վերահսկողության տակ չի, մեր կարգավորման տակ չի եւ առավոտը տեսահոլովակական մեդիա չի, հա, համարվում,
որտեղ տեսալ սոցիալական մեդիան իր չափորոշիչները ունի մեզ մոտ, հա, եւ մեր մոտ պետք է կամ հավատագրված, հեղինակազորված կամ լիցենզավորված լինի, այդ առումով ես իրավապաշտպանի դեր չկատարեմ, այդ դեր ինձ չի սազում։ Բնական է, ես իմ կարծիքը ունեմ, հա, ինքը շատ ավելի խորն է, ավելի համապարփակ է, ես ինքս եմ այդ շենքում աշխատել, ես ինքս եմ շատ թղթակցել առավոտի հետ, ես նույնիսկ ինչ-որ չափով ակունքներում կանգնած եմ եղել, որտեղ գիտեմ ոնց էր ստեղծում, ոնց էր աշխատում, եւ հիմա կոռեկտ չեմ համարում, հիմա գնահատական տալ առավոտին։ Բայց 37 թիվն է տրամաբանությունն է գործում, այդ թվում մեդիաների դեմ է իշխանությունը աշխատում։ Ես ընդհանրապես 37 թիվ բառը չեմ սիրում, ու չեմ սիրում այդպիսի անալոգիաները, հա, ընդհանրապես ասում են, չէ, պատմության ընթացքում բանը, հա, ողբերգությունը հետո ֆարսի պես է դառնում, 37-ով չի կարա կրկնվի առաջին Հայաստանում, երկրորդը 37 թվին չէին կարող լինել անկախ կամ անդիմադիր լրատվամիջոցներ, 35 թվին, հետո որ 37 թվին իրենց փակեին կամ ինչ որ պատժի ենթարկեն, այդ առումով եկեք մեր 21-րդ դարի հայկական իրականությանը, այսօր աշխարհի զարգացումներին համապատասխան միգուցե բաներ, հա, սահմանումներ գցենք, գնահատականներ գտնենք, բայց ամեն ինչը սա ֆաշիզմ է, սա 37 թիվ է, մենք մի քիչ աղքատացնում ենք այն ինչ այսօր կատարվում է։ Տեսեք, Հանրօգուտ մեդիա միջավայր այդ ՀԿՆ-ը ստեղծում հիմնադրամը, որը պետք է փող տա ըստ էության բաներ հեռուստաընկերություններ, նախ ինչու միայն հեռուստաընկերություններն, միայն նրանք են ունակ ստեղծել հանրօգուտ արտադրանք կամ միայն նրանք են տուժում, այսպես ասենք, գովազդի պակասից, սա առաջին հարցը, եւ երկրորդ կտորն այն է, որ իշխանություն վերահսկելու նպատակ ունի այս փողերով։ Չէ՞ որ եթե մի անգամ ստանում ես, կուզես հաջորդ տարել ստանալ եւ մի քիչ ձայնդ կիչեցնես, այսպես իշխանության հասցեն։ Էլի անկեղծ ասեմ, որ փող տալ ինձ էլի դուր չի գալիս, այս հա գնահատականը փող չի տալու։ Բայց փաստը նշանավոր է, չէ՞։ Փաստը շատ լավ է եւ ես առաջիններից դեռ 2019 թվականին բարձրաձայնել եմ այդպիսի հիմնադրամի ստեղծման կարևորության մասին, հա, եւ հիմա ես նաեւ այդ հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի անդամ եմ եւ այստեղ կարող եմ մի քանի նախադասությամբ, որտեղ անսպար թեմա է, փորձեմ բացատրել ինչու է այդպես։ Որովհետեւ այլ հարցեր ունենք շատ շատ կարճ, բայց հարցեր եք տալիս, որոնք շատ բան ծավալուն պատասխաններ են պահանջում, շատ կարճ։ Ինչու միայն հեռուստաընկերություններին, ոչ միայն հեռուստաընկերություններին, այն նույնիսկ ավելի նեղ, հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին լիցենզավորված, այսինքն որևէ օգնություն, տեխնիկական, դրամական, խորհրդատվական չի կարող ստանալ հանրային հեռարձակողը եւ չեն կարող հատկացումներ չեն կարող լինել, օրինակ կառավարական պայմանագրով գործող հեռուստաընկերություններին օտար հեռարձակողներին։ Այսինքն միայն կոմերցիոն հեռարձակողներին, որոնք լիցենզիա են ստացել եւ գործում են Հայաստանի Հանրապետության սփռմամբ կամ մայրաքաղաքային կամ մարզային։ Ինչու միայն իրենք։ Փորձեմ բացատրել, որովհետեւ հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները միակ հեռարձակողներն են, որոնք պարտավորված են ըստ օրենքի հետևել տասնյակ կանոնակարգերի եւ սահմանափակումների։ Գովազդի առումով, բովանդակության առումով, թարգմանության առումով, հեղինակային իրավունքը պահպանելու առումով տասնյակ արգելանքներ կան, որոնց նրանք պետք է հետևեն։ Գումարած 20% նվազագույնը նրանք պետք է տան հանրօգուտ հաղորդումներ։ Այսինքն տարեց տարի խստացվում են պահանջները, որոնք դրվում են հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների առջև, բայց իրենց նաև բազան, մենք իրանցից երբ որ մի բան պահանջում ենք, օրինակ շատ լավ բովանդակություն, չէ՞, որակյալ բովանդակությունը միշտ գումար է պահանջում։ Գումարները կամաց-կամաց սեղմում են, որտեղ գովազդային դաշտը, որը գործում է հանրային մուլտիպլեքսում, կամաց-կամաց սեղմվում է եւ գնում է օրինակ համացանց։ Այո, դա անքննելի բան է։ Տեսեք, բայց փողերը նվազում են գովազդային եւ այդ փողը լրացնում է պետությունը։ Երկրորդը մի րոպե։ Գովազդում են, չէ։ Գովազդում են նաեւ շատ լավ օրենսդրական նախաձեռնությունները, որը դրսևորում է մեր ազգային ժողովը, հենց հեռուստաընկերությունների համար հաճախ բերում են անցանկալի արդյունքների։ Օրինակ, Շահումով խաղերի գովազդը պետք էր արգելել միանշանակ։ Արդյունքում մոտ 1 միլիարդ այն ժամանակ, հա, 2 տարի առաջ երբ օրենքը ընդունվեց, 1 միլիարդ դրամ ինքը հանվեց գովազդային շուկայից։ Այդ դեպքում էլ կայքերը ուժեցին, պարոն Հակոբյան, պետությունը կայքերին փող չտվեց։ Ռոբերտ, ուշադիր ինձ լսեք։ Կայքերը իրանց վրա որևէ կարգավորման սահմանափակումներ չունեն, ելի եմ խոսում։
բաները կայքերը ոչինչ բան չեն անում, նրանք պատասխանատու են միայն օրենքի առջև, հա միայն չլինի հա օրենքով բան արգելված արարքներ հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները տասնյակ սահմանափակումներ են նորից եմ կրկնում, բայց ամեն դեպքում խտրականության ինչ որ մի չէ, շատ լավ եմ լսում։ Գիտեք, խտրականությունը, երբ որ թոշակառուին թոշակ ես տալի կամ հաշմանդամին գումար ես տալի, իսկ օրինակ Ռոբերտին չես տալի այդ թոշակը։ Հիմա այն հեռարձակողները, հա, այն փոքր սուվերեն մեր հարթակում գործող հեռարձակողները, որոնք պետք է տարածեն ըստ օրենքի, հա, լավ բովանդակություն, սպասարկեն քորակարգը Հայաստանում, հա, եւ այլն, հա, մանկական հաղորդումներ տան, որովե կայք այդ պարտավորությունը ունի, մանկական հաղորդում տալ այն էլ բանով, հա, ժեստերի լեզվով։ Այդ առումով այդ օգնությունը նախատեսված է եւ իմիջայլոց, որովե քաղաքական հաղորդում, ըստ եւ մեր կարգերի եւ կանոնադրության ֆինանսավորում չի լինելու 80% ինքը գնալու է մանկական եւ մշակութային հաղորդումներ։ Շատ լավ բան է դա։ Լավ է դա։ Հա, շատ լավ։ Եվ գումարները այդքան մեծ չի, որը ասում եք դուք, որը կարող է ծածկել։ Կախվածության, գիտեք ինչ ավելի լավ է կախվածության մեջ լինի պետությունից եւ ստանա գումար մանկական հաղորդումներ պատրաստելու համար, կամ կախված լինի ինչ որ քաղաքական կամ տնտեսական ուժի եւ ըստ դրա, հա, գեներացնի եւ հերարձակի Հայաստանին պետական բովանդակությունը փոխարինվում է մեկ այլ կախվածություն։ Այդ գիտեք, ես բանը մի քիչ փիլիսոփայական Պիկոսի մայի պես է, հա, չէ, ամեն դեպքում եւ ես ձեզ ասեմ, չէ, դուք եվրոպական փորձն եք սիրում, բանում կբերեմ իրանց փորձը, որ ոչ թե Հյուսիսային Կորեայի։ Բոլոր երկրներում գրեթե Եվրամիության, հա, մենք լավ ծանոթ ենք մեր չափ երկրների պես պոստսովետական, օրինակ բերեմ Լիտվան։ Լիտվայում այդ հանրօգուտ հաղորդումներ պատրաստելու համար հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների համար տարին հատկացվում է մոտ 15 միլիոն եվրո։ Դա սոսկալի մեծ թիվ է։ Մենք շատ ավելի համեստ թվերով ենք սկսում, եթե չեմ սխալվում, մյուս տարի նախատեսված է մոտ 250 միլիոն ընդամենը դրամ, որը շատ քիչ գումար է անում, հա, եւ փորձենք տեսնենք, հա, ինչքանով կստացվի, եւ արդեն հերոստադիտողը կհասկանա ինչն է ֆինանսավորում հիմնադրամը եւ ինչ հաստանում դրանից հերոստադիտողը։ Օրինակ, տասնյակ շատ լավ մուլտեր կան։ Մի օրինակ մենակ բերեմ։ Ոչ հայերեն։ Ոչ հայերեն դրսում արտադրված, որովհետեւ Հայաստանը անիմացիոն ֆիլմեր արտադրելու համար ռեսուրս չունի, դա շատ թանկ է, գիտեք։ Եւ ֆանտաստիկ ճանաչողական, կրթական, ուսուցողական մուլտեր կան, հա, եւ 200 սերա, 300 սերա ամենտեղ եւ Ռուսաստանում եւ Հարավային Կորեայում ամենտեղ դա գնելը մեծ գումար է, ավելի մեծ գումար է դրա դուբլաժ անելն է։ Հասկանում եք, որովհետեւ Հարավ Կորեան կամ անգլերեն չես կարող երեխային սովորացնես։ Օրինակ, հեռուստաընկերությունները հավաքվեն գնեն, իսկ այդ կրկնօրինակման փողը հայերեն տա պետությունը եւ հեռուստաընկերությունները դա ցույց կտան։ Մեջը վատ բան կա։ Չէ, այդտեղ լավ է, բայց ես Իսկ ինչն եք վատը փորձում գտնել։ Դուք փորձում եք գուշակել այն ինչ կարա վատը լինի։ Օրինակ, ընդդիմադիր հեռուստաընկերությունը հարկադրված լինի ձայնը իջեցնել, իշխանության մասին խոսելուց, որ հաջորդ տարի էլի փող ստանա։ Ես չեմ կարծում, որ փողը այդքան շատ է, որը կարող է ջարդի այն փողերը, որ ինքս ստանում է քաղաքական գործունեության համար։ Երկրորդը, մենք ամեն ինչ պետք է փորձենք անել, ամեն ինչ։ Ամեն դեպքում եւ ես եւ իմ համախոհները, որոնք եւ ղեկավարում են հիմնադրամը եւ հոգաբարձները խորհրդում են, ամենը պետք է անենք, որպեսզի այդպիսի բան չլինի։ Մեզ քաղաքական բովանդակությունը չի հետաքրում այդ հեռուստաընկերությունների հակառակը, անուններ չտամ, բայց կան ընդդիմադիր, հա, կամ իշխանությունները կոշտ քննադատող հեռուստաընկերություններ, որոնք շատ լավ ավերագրական ֆիլմեր են պատրաստում, մշակութային, եւ հենց իրանց մենք կփորձենք ուղղել հավելյալ գումարները, որ նրանք ել ավելի շատ այդպիսի տեսակի բովանդակություն ստեղծեն։ Հուսանք այս կասկածները չեն արդանա եւ մենք մի տարի հետո կստուգենք, պարոն Հակոբյան։ Ոչ միայն դուք կստուգեք, հասարակությունը կստուգի, հասարակությունը պետք է շահագրգռված լինի, որպեսզի այդպիսի չարաշահումներ չլինեն բնական։ Վերջերս նայում եմ ձեր ճեպազրույցը, ասացիք, որ շողակաթը 20 տարի գործել է հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների բանավոր պայմանավորվածությունների դաշտում եւ գրեթե անօրեն։ Դուք երկար ժամանակ այս հանձնաժողովի նախագահն եք եւ աչք եք փակել անօրենության վրա, պարոն Հակոբյան։ Դա մեր իրավասությունների ներքո չի, որտեվ դա դատախազություն դիմել է, որ անօրենություն Գրեթե անօրեն չի նշանակում օրենքի խախտմամբ, այսինքն օրենսդրական ակտերով ինչ որ, հա, պայմանագրերով, համաձայնագրերով դա ամրագրված չէր։
բանավոր ինչ-որ բաներ, համաձայնություններ, ինչը նկատի ունեմ, այն նկատի ունեմ, երբ որ խոսում են շողակաթի մասին, հա, որպես մի կառույցի, որը արտահայտում է եկեղեցու, հայ առաքելական եկեղեցու կամ մայրաթորի տեսակետները բովանդակությունը, այստեղ անշուշտ ճշմարտություն կա, որովհետև շողակաթը որպես ՍՊ ստեղծած է մայրաթորի կողմից, շողակաթը գտնվում է այն շենքում, որը պատկանում է հայ առաքելական եկեղեցուն եւ մասամբ ֆինանսավորում է այդ հեռուստաընկերությունը հենց հայ առաքելական եկեղեցին, բայց միևնույն ժամանակ այդ հեռուստաընկերությունը հեռուստալիքը նա հանրային հեռարձակող է եւ ըստ օրենքի առանց լիցենզիա հա ստացել է հեռարձակվելու իրավունք այստեղ սա հա հենց կիսանորեն մեխանիկորեն եւ ինչն է այն ինչի համար մենք այդքան էլ համաձայն չենք կամ հաշտ չենք այդ որոշմանը հանձնաժողովի որոշմանը եւ մենք մեր հանձնաժողովը եւ եթե ճիշտ նկատել եք նաեւ հանրային հեռարձակողի խորհուրդը խնդիրը այնն է որ այս օրենսդրական փոփոխություններով շողակաթը չփակվել շողակաթը առանձին ՍՊ է եւ ինքը կարող է իր բովանդակությունը հեռարձակել տարբեր հարթակներով կաբելային ցանցերով բայց հանրային հեռարձակողը ըստ օրենքի կորցրել է հնարավորություն ունենալ մի հեռուստա ծրագիր, որը կլինի կրթական եւ մշակութային բովանդակությամբ։ Եվ եթե նկատել եք օրենսդրական, այո, եւ եթե նկատել եք օրենսդրական փոփոխության մեջ չի գրված, որ լիցենզիայից զրկվում է շողակաթը։ Գրված է, որ 3-ից իջնում է 2-ի եւ ենթադրվում է, որ դա պետք է լինի շողակաթը։ Այսինքն, ըստ այդ օրենքի ոչ մենք նկատեցինք դա շատ ժամանակ, ոչ լրագրողները ցավոք, արգել է դրվել ապագայում հեռարձակելու ոչ թե շողակաթի, այն բովանդակությանը կրթական եւ մշակութային, որը պետք է հեռարձակվի հանրային հեռարձակողի տիրույթում։ Սա է խնդիրը։ Հիմա մենք հմեկում ավելի շատ կրթական եւ դասյակշական ինչ-որ հաղորդումներ։ Ես հույսով եմ, որ որոշ հաղորդումներ, որոնք պատրաստվում են եւ հեռարձակվում են նաեւ ժամը 4-ին ինչ որ բաներ կրկնվում են հա չքնելը անառողջ բան է նայածում համար հա մարդիկան որոնք ցերեկն են աշխատում եւ գիշերը իրանց էլ ինչ որ բան պետք է նայել եւ ինչքան որակյալ սնունդը լինի գիշերվա այնքան լավ հա սարսափ ֆիլմերից հետո ընդհանրապես չի կարա քնի բայց ասածս ինչա մենք պետք է հասկանանք որ ի վերջո նորից քաղաքական դիսկուրսա շողակաթի շուրջ։ Տեսեք, ես համոզված եմ 100%-ով ոչ թե գրեթե համոզված եմ, եթե վաղը փակվի նույնատիպ բովանդակություն, գրեթե նույնատիպ բովանդակություն հեռարձակող հեռուստաընկերություն, օրինակի համար Բուն TV-ն կամ Նուր TV-ն, որի մասին գրեթե ոչ մի չգիտի, որևէ աղմուկ չի լինի։ Չնայած նրանք տալիս են նույն, շատ ժամանակ ավելի լավ բովանդակություն։ Սրվեց հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների հարաբերությունները եւ զուտ հա։ Եվ դրա համար քաղաքական ետատ է։ Ես քաղաքական շահագրգռվածություն իշխանության կողմից չեք տեսնում պատժել մայրաթորին նրան զրկելով խոսափողից, որով երբեմն նաեւ այո, դիպադիր ցույցեր են հեռարձակում։ Ես միշտ ասում եմ 21-րդ դարում խոսափողից ոչ մեկին չեն կարող զրկել։ Միգուցե սահմանափակել, բայց եթե ես մի քանի անգամ ասել եմ, եթե դուք նայեք բաները, հա, վարկանիշները հեռուստաընկերության շողակաթի նրանք շատ ցածր են, ինչպես բոլոր կրթական, մշակութային կամ հոգևոր ալիքների։ Անկախ նրանից այնտեղ շատ ժամանակ նաև քաղաքական հաղորդումներ էր գնում, իսկ ձեր միտքը շարունակեմ, շատ լավ կլինի, որ մի քանի հաղորդում, շատ լավ հաղորդում, նրանք տեղափոխվեն հանրային հեռարձակողի առաջի ալիք։ Օրինակ նույն 3-րդ հազարամյակ հարցազրույցը։ Ես գիտեք ինչի հիշեցի, որտեղ երբ որ ինչի եմ ասում, որ դա քաղաքական բնույթ է կրում, երբ որ այս բանավեճը գնում էր ազգային ժողովում, հանձնաժողովում, ես հարցրեցի պատգամավոր տիկին Թագուհի Ղազարյանին։ Ոչ, Լիլիթ Գալստյանին հարցրեցի։ Դուք որ ասում եք ասեցի ինչ են փագում մեջը շատ հաղորդում կա ինչ հաղորդում օրինակ կբերեք ինքը երկար մտածելուց հետո մի հաղորդման անուն տվեց ընել սխալ ասեց 21-րդ դար այդպիսի հաղորդում չկա ինչը ցույց է տալի որ ոչ թե նայում են ոչ թե ցավում են որ փակվում է մի
հա, պատուհան, որով լավ բովանդակություն էր գնում, այ ընդհակառակը գնում է քաղաքական շահարկումներ եւ ցավոք, երբ որ մենք մեդիայի մասին ենք խոսում, մեդիան միայն քաղաքականություն չի։ Մենք սահմանափակվում ենք քաղաքական բաղադրիչներով եւ դրանով անտեսում ենք բոլոր այն խնդիրները, որ այսօր կանգնած են հեռարձակող մեդիայի առջև։ Համեմատվեց Քոչարյանի կողմից Ամեկ+-ի եթերազրկման պատմության հետ։ Ոչ, այդպես չի, բայց ես նորից եմ կրկնում եւ Դե երկուսն էլ եթերազրկվում են, պարոն Հակոբյան, երաշխավորված մուլտիպլեքսից։ Պատճառները տարբեր են, բայց պատճառները տարբեր են, բայց մի փորձեք ինձ համոզել մի բան, որի հետ ես համաձայն չեմ։ Որի հետ ես համաձայն չեմ, նամանավանդ 2001-ը եւ 2025-ը ներկա տեխնիկական հեղափոխության պայմաններում հսկա տարբերություն կա։ Այն ժամանակ զրկվելով եթերից Ամիկը ոչ միտեղ չէր կարող գնալ։ Այսօր այդ խնդիրը նորից եմ չկա եւ այլ բազմազան հարթակները համացանցային կաբելային նրանք շատ ժամանակ շատ ավելի արդյունավետ են աշխատում, քան հանրային մուլտիպլեքս։ Եվ հեռուստաընկերությունները ինձ թվում է կորցնում են իրենց լսանը, որովհետեւ բոլորը հեռախոսների մեջ են։ Այո, դա արդեն այլ թեմա է, բայց իհարկե դա էլ կա։ Դա էլ կա։ Տեսեք, Կենտրոն TV-ով ես հեռուստացույց չեմ նայում, բայց վերջերս պատահեց այդ դեպքը։ Հեռարձակվում է առաջարկ Հայաստանին հաղորդումը եւ Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս քաղաքական ծրագրով, որի անունը նույնպես առաջարկ Հայաստանին է։ Արդյոք հանրային մուլտիպլեքսը չի օգտագործվում կոնկրետ քաղաքական ուժի, քաղաքական ծրագիրը հանրահռչակելու եւ ասենք Լուսավոր Հայաստանը, ԱԺԲ-ն, Արման Թաթոյանը, ելով կա։ Նույն դաշնակցությունը իդե։ Շատ երկար կտվեի ձեզ թվարկումը, որտեվ քաղաքական ուժերը անսպառ են։ Անսպառ են։ Չունեն նույն հնարավորությունը։ Ձեր քայլերը, պարոն Հակոբյան։ Դուք արդարության հավասարություն եք ուզում, հետո մենք պիտի վերականգնենք, հա, Սովետական միությունը եւ անուն մեկին, հա, օրենքով սահմանված աշխատավարձանք եւ 20-նականոց բնակարան Խրուշովկայում, այդպես չի լինում։ Կարող եք ասել պարտավորեցնել այդ հեռուստաընկերությանը հաղորդումներ բացել նաեւ այլ քաղաքական ուժերի համար։ Պարտավորեցնել լավ ասեցիք։ Ձեզ էլ պարտավորեցնենք։ Լավ կլինի։ Տեսնենք կպարտավորվենք, թե չէ։ Ապրեք, չէ, պարտավորեցնել ոչ մեկին պետք չի։ Այստեղ այլ է, ես քանի որ մի շատ ինֆորմացիա ունեմ բոլոր հեռուստաընկերությունների մասին, երբ որ ստեղծում էր առաջարկ Հայաստանին այդ հաղորդումների շարքը, Արտուր Բախտամյանը, գիտեք, հին մեր լարագրողներից է, նաև իր առաջարկներից էր եւ սկսվեց այդ շարքը, որը իր մեջ շատ լավ նպատակ ուներ, այսինքն մասնագետներ էին հավաքվում եւ ինչ որ բան էին առաջարկում Հայաստանում արվի, տնտեսագետներ, մշակութաբաններ, ճարտարապետներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Իմ կարծիքով, պարոն Ծառուկյանը տեսել է, դա իրան դուր է եկել կամ իր օգնականներն են ուշել եւ նա վերցրել է դա եւ սարքել է որպես իր նախընտրական քարոզարշավի բաղադրիչ։ Այսինքն հակառակն է եղել։ Ոչ թե ինքը դա ասել է եւ հեռուստաընկերությունը սկսել է դա իրագործել, այն ինքը տեսել է։ Ես ենթադրում եք, պարոն Հակոբյան, այդպես։ Ես ասեցի փաստերով եմ խոսում։ Ես ենթադրություններով որևէ անգամ չեմ խոսում։ Եվ քանի որ բայց ունեք փաստ կներեք, որ համընկում է տեղի ունեցել եւ գովազդում է քաղաքական չէ, հետո վերցել է հիմա արդեն որպես ես կարծում եմ հետագայում որպես նույնիսկ միգուցե նախընտրական լոզունգ լինի, էլի ենթադրություն չեմ ուզում անեմ, ես ուզում եմ ասել, որ հակառակն է եղել։ Դա եղել է նախաձեռնություն ստեղծագործական, եթե չեմ սխալվում Արտուր Բախտամյանի եւ Կենտրոն հեռուստաընկերության տնօրենի, նրանք միասին են այդ հաղորդումը վարել, հետո այդ հաղորդման միտքը դուր է եկել, բայց Պարագայում պարոն Բախտամյանը պետք է դատի տա պարոն Ծառուկյանին, որ իր գաղափարը վերցրել եւ կուսակցական լոզունգ է վերցրել, այդպիսի բան կուսակցական լոզունգ դեռ չկա, դա ընդհանրապես առաջարկը, պարոնայք։ Այ եթե լինի նախընտրական պայքարի ժամանակ ինքը վերցնի, դարձնի իր երկիր, այդ ուրիշ բան է, բայց միանգամից դատի բանման մի քիչ եկեք դատարաններից հեռու կանգնենք։ Ուղերձները հիմիկվանից մշակվում են, ես վատ կոնտեքստում չեմ ասում։ Ուղերձները մշակվում են, բայց մենք պետք է հասկանանք, երբ որ դուք ասում եք ցանկացածը, այո, հեռուստաընկերությունը, ցանկացած հեռուստաընկերություն, ցանկացած մեդիա, դա նաև քաղաքական գովազդի աղբյուր է, շատ լավ գիտեք։ Դա նաև կուսակցությունների, պետությունների, իշխանությունների, ընդդիմությունների, ֆինանսատնտեսական խմբավորումների տեղեկատվական եւ քարոզչական ուղեցության համար են ստեղծվում։ Եվ դրա դեմ որևէ բան չեք կարող անեք։ Դուք ինձ միշտ բան եք անում, չեք թողում միջև վերջ միտքս ասել։ Եվ դա կներեք, եւ դա բացել իրական մի կարևոր շատ կարևոր բան ասեմ, եթե առաջ հարգելի Ռոբերտ, օրինակ 30-40 տարի առաջ old school ես հին մարդ եմ, ես դա եմ հիշում եւ իմ համար դա է օրինակելի, ինչ այն ժամանակ մամուլը իմ կարծիքով
ավելի որակյալ էր, այն ժամանակ մամուլը կատարում էր հասարակության պատվերը ինչ ձև։ Հասարակությունը գնում էր ինֆորմացիան, ինքը գնում էր թերթը, ինքը գնում էր հանդեսը, ինքը գնում էր ինչ-որ ամսագիրը։ Ես հիշում եմ, ես որ հլը դպրոցական էի, ես սպասում էի ամեն ուրբաթօրը, որտեղ ուրբաթօրը շատ էր գալի, որպեսզի մեր բանը բացեմ առաջի հարգում այդ մամուլի համար նախատեսված այդ փոքր բաները, արկղները, եւ միջից հանեմ, մի շարք հայկական եւ ռուսալեզու եւ հայալեզու թերթեր։ Հիմա մենք ոչ մեկս չենք վճարում ինֆորմացիայի համար, հասկանում եք։ Մենք չենք վճարում ֆակտորի համար։ Մենք չենք վճարում որևէ հեռուստաընկերություն, մենք չենք վճարում բանի համար, հազարավոր կայքերի, ով է վճարում։ Վճարում են շատ ժամանակ այն ուժերը, որոնք եւ պարտադրում են այն բովանդակությունը, որը պարտադրվում է մարդկանց վրա։ Այս առումով այս նոր իրականությունը մենք միջև այս հաղորդման սկսելը դրա մասին ենք խոսում։ Այս նոր իրականությունը, նոր ռեալիաները պետք է ձևափոխեն մամուլի հետ աշխատանքի, օրենսդրությունը, որը կարգավորում է մամուլը, բայց այդ բոլոր աշխատանքները Հայաստանում շատ դանդաղ են գնում։ Իսկ հմեկում դիմադիր ձայնի խնդիրը երբ է լուծվելու, ինչ եք կարծում, որովհետև ասել, որ դե գիտեք կանչում ենք, բայց չեն գալիս եթեր, հիմնավորում է, բայց փաստը այն է, որ իշխանականները ավելի շատ են, պարոն Հակոբյան, մենք պետք է առնչվենք փաստի հետ։ Պատճառաբանությունները հասկանան, իսկ միգուցե այնպիսի հաղորդավարներ պետք է լինեն, որ ընդդիմությունը խնդիր չունենա։ Ես ասեք, ես ձեր հետ համաձայնվելու եմ, որովհետև քաղաքական կողմնակալություն երևում է, եւ դա երևում է, հավատացում եմ ձեզ, ցանկացած հանրային հեռարձակողի մոտ տասնյակ երկրներում։ Միգուցե միայն այն երկրներում, որտեղ շատ հզոր ժողովրդավարական ավանդույթներ կան, չգիտեմ, Դանիայում, Շվեդիայում կամ Նորվեգիայում դա չկա, այս վերջերս լուրջ խնդիրներ եղավ եւ ճնշումներ Լեհաստանի հանրային հեռարձակողի վրա, նույնը կար մի պահ Մոլդովայում, դե մենք մեր բանով ստացվում ենք։ Գիտեք, այդ առումով, այդ բալանսը շատ ժամանակ չի պահպանվում եւ այդ բալանսի պահպանումը ինքը պայմանավորված է այլ հեռարձակողների կողմից։ Ես էլ կբերեմ մի այլ ուրիշ հեռուստաընկերություն, որը միմիայն հանրայինը գոնե 1-1, չէ, 1-1 չէ։ Բավականին հաճախ կանչում են համամասնությունը չի պահպանում։ Համամասնությունը, բայց նրանք կանչում են, իսկ հեռուստաընկերություններ կան, որոնք ընդհանրապես չեն կանչում իշխանական ներկայացուցիչներին եւ նորից բացատրում են նրանով, որ նրանք չեն գալիս, Այսինքն այստեղ պրոբլեմա, չէ, պրոբլեմա։ Ես նորից եմ կրկնում, այն հայեցակարգը, ան մոդելը, ան փիլիսոփայությունը, որը պետք է աշխատի հանրային մուլտիպլեքսի դեպքում, ինքը առանձնակիպ տի լինի, որովհետեւ ամբողջ աշխարհում հանրային մուլտիպլեքսային միակ ես 100 անգամ կրկնել եմ, այն միայն ինքնավար բաներից է, օղակներից, որտեղ պետությունը կարա թելադրի իր կամքը եւ այդ կամքը պետք է լինի պոզիտիվ։ Այդ կամքը պիտի ծառայի հանրության բոլոր անդամներին։ Մեր մոտ դա չի առանձնացվում, հասկանում եք, եւ նույն դուք, չէ, դուք ասում եք ինչի, բոլորին պիտի հավասար փողը բաժանվի, բոլորը նույն ձև դիրնեն, չի ստացվում, Մեր մոտ ոնց են ասում, օրինակելի, օրինակելի մենք չենք կարա, որտեղ միլիոնավոր հեռարձակողներ կան, ամբողջը կարգավորել հնարավոր չի։ Հնարավոր չի ամբողջ աշխարհում։ Հավասարության սկզբունքը հիմա կարող է լավ, այդպես էլ ընդունել, ինքնագովազդ ընդունել։ Մեզ մոտ շատ հաճախ եւ ընդդիմությունից է գալիս, գործիչ եւ իշխանությունից դիտումների մասով ես չեմ կարող կարգավորել, դա սոցցանցերի ալգորիթմներն են աշխատում կամ մարդիկ չեն ուզում այդ մարդկանց, ես չեմ կարող, բայց փորձում եք, այսինքն միջավայր ստեղծել, որ ասենք ընդդիմությունը չի խուսափի, գան ամենադաժար հարցերին պատասխան, նույն կերպ իշխանություն խուսափում է, չէ, ձեր ասած ընդդիմադիր Շատ լավ, ուզում եք ես շարունակեմ ձեզ գովալ, շարունակեմ գովալ, բայց այստեղ մի ուրիշ կարևորագույն այլ խնդիր կա, որտեղ եթե դուք հավասարությունը, բալանսավորումը չպաշտպանեք, ես չեմ կարծում, որ այն կառույցները, որոնք ձեզ ֆինանսավորում են, շարունակեն ֆինանսավորել։ Այսինքն դուք պարտադրված, իրականացում եք այն, մի րոպե, արժեքները նորից բխում են ֆինանսավորողից։ Եթե ձեր ֆինանսավորողը ֆինանսավորողներ, որոնք մեզ կասեն մենակ սրանց կանչեք, բայց մենք խնդիր չենք դնում գտնել այնպիսի ֆինանսավորողներ, որ մեզ քաղաքական պատվեր կտա, որտեղ հաճելին անհրաժեշտ է դուք կարող եք միաձուլում, եթե նա անեք ձեզ համար հաճելի չի։ Ուզում եմ ասեմ, եթե մենք խորանանք, ֆինանսավորում, քաղաքականություն, խմբագրական, դա ամբողջը նույն իմ բանն եմ ասում, միտքն եմ ասում, որ դա ոչ թե արդեն սպառողի կողմից է գալիս այդ պատվերը, գովազդի միջոցով կամ
վարձերի միջոցով, գնման միջոցով այն վերևից ինչ որ մարդկանց, որոնք կարող են տարբեր նպատակներ դնեն։ Այսինքն դուք իմ հետ չհամաձայնելու նույն բանը ասեցիք։ Ձեզ ֆինանսավորողը դնում է այդ խնդիրը, որպեսզի բազմակարծությունը ապահովեք, մեկ այլ դնում է, հա, խնդիրը ապահովել միայն այս քաղաքական ուժի կամ տեսակետի գերակայությունը, լրագրողը արդեն ինքը, եթե այդ հնարավորություն ունի, ընտրում է որտեղ աշխատի։ Շատ լավ, քանի որ ընտրություններ են մոտենում, եւ ինձ թվում է ձեր Ոչ թե մոտենում են, նաեւ մի ընտրություն նոր ավարտվեց մեկը 26-ը մոտենում է եւ վստահ եմ ձեր հանձնաժողովը լինելու է քննադատության թիրախում կապ չունի ինչ թեմաներով, որ դուք իշխանամետ եք, ես վստահ եմ նույնիսկ ընդդիմությունը կհանի այս օրենսդրական կարգավորումը, որ ձեր հանձնաժողովի անդամները ընտրվում է 3/5 ձայներով ազգային ժողովի կողմից, այսինքն ԿՊ-ն բավարար է, որ նշանակի, հետևաբար եկեք կանխատեսեմ բաները, մեղադրանքները, որ դուք այսօր Նոստրադամուսի դերում եք, Ռոբերտը, արդեն որի-որ անգամ ենթադրություն կանխատեսեմ, խնդրեմ։ Նախորդ ավանդույթներից է գալիս, որ ասենք քաղաքական ուժերը շահագործում են եթեր, ընդ որում կապ չունի իշխանություն, ընդդիմություն, ասենք վարչապետը մանկապարտեզի բացման է գնացել, ակնհայտորեն դա քաղաքական գովազդ կարող է լինել իր օգտին, բայց դա ներկայացվում է որպես պաշտոնական այցի լուսաբանում։ Սա անցյալից էր եւ կլինի ապագայից, տեսեք, այնպես չի որ անհիմն է բոլոր։ Նույնիսկ որ հանրային մուլտիպլեքսը հեռուստաընկերություն չի լինի։ Այո, դա էլ կա։ Այսինքն միշտ հարթակներ կլինեն, որտեղ վարչապետը, հա, կամ չգիտեմ, կուսակցության ղեկավարը ակտիվ եւ ստեղ կարեւոր է նաեւ։ Գիտեք ինչ ակտիվը, հա, բանա չէ, Դարվինի էվոլյուցիայի թեորիայի մասին գիտեք, նույնը քաղաքականության մեջ է։ Մյուսներն էլ թող ակտիվ լինեն, թող նույն բանն անեն, որևէ խնդիր չկա։ Բայց դա լուսաբանման կարիք միշտ կգտնեն, երբ որ քաղաքացիական պայմանագիրը կամ այլ ուժ ասենք, հա, նրանք գալիս են իշխանության, նրանք էլ ամբողջ սպեկտրը, հա, բանի լուսաբանման չունեին։ Ակտիվությունը միշտ կգտնի այն հարթակները, որտեղ կարողանա իր ակտիվությունը ինչ որ չափով ցույց տալ։ Ես իրական համաձայն եմ, հիմա համացանցով հնարավոր ավելի շատ դիտում ունենալ, քան հանրային մուլտիպլեքսը։ Եվ ավելի շատ դիտում, համաձայն եմ։ Եվ այսպես ամփոփելով, դուք երբ որ ձեզ հարցնում եմ, պարոն Հակոբյան, քանի տարի է դուք ասում եք ռուսական հեռուստալիքները, ընդհանրապես բոլորը օտարերկրյա հեռուստալիքները հանեք եթերից, պարոն Մխիթար Հայրապետյան վերջերս ասում էր, իմ կարծիքն էլ է, որ նրանք պետք է չլինեն, այսինքն մի համընկնում եղավ։ Սպասենք քայլերի, թե էլի հաջորդ հարցազրույցում։ Նաև շատ մանրամասների մեջ չմտնեն, որովհետև շատ է քննարկվել այդ հարցը։ Ամենատարբեր կարծիքներ կան, կա նաև կարծիք, որը ոնց որ թե գերիշխում է, եւ դա է հիմքում որ այդ խնդիրը կարծում եմ կարող է չլուծվի միջև ընտրություններ, հետո չգիտեմ ինչ կազմում կունենա նոր խորհրդարանը, ապա միգուցե նաև արդարացի, չնայած ես այդպես չեմ գտնում, որ քանի որ մեր ժողովրդի իմաստուն է քաղաքացիները, ապա օտար հեռարձակողները, այսպես ասեմ, հա, բովանդակությունը պրոպագանդան, որը շատ ժամանակ կոպիտ է, շատ վիրավորական է մեր հասարակության համար, ինքը հակառակ այլ հետևանք է թողում, եւ այդ առումով թող նրանք շարունակեն հեռարձակել եւ ցույց տան իրենց սպառված լինելը, այսպես ասեմ, միգուցե այդ միտք արտահայտողները նրանք իրավացեն, ես մի քիչ այլ ձև եմ մտածում, բայց սա էլի երկար, որովհետև անվտանգության խնդիրը կա, որովհետև կա այդ կոգնիտիվ բովանդակության տարածումը, հա, որը խնդիրներ է ստեղծում, եթե միայն օտար հեռարձակողներ լինեին, ոչինչ, բայց նրանք գալիս են, այստեղ սունկ կայքերով, տարբեր հեռուստաընկերություններով բազմանում են, հա, եւ դառնում են մի հատ մեծ հրեշ, հա, որը հասարակ մարդուն, որը քննադատողական մեծ կարողություններ չունի, իսկ մեծ մասը այդպես է, նույնիսկ մենք շատ ժամանակ այդ հնարավորությունը չունենք, նրանք կարող են գնան ոչ ցանկալի ազդեցությունների տակ եւ խոսքը ես միշտ ասում եմ, միայն քաղաքական չի։ Օրինակ մենք չենք զբաղվում դրանով, բայց որևէ կառույց լուրջ ինստիտուտ, հա, աշխարհում այդպես է։ Չի հետեւել օրինակ նույն կաբելային ցանցերում ցուցադրվող, չգիտեմ, հեռուստատեսային ծրագրերի բովանդակությանը։ Միգուցե հաճախ ցուցադրումը, չգիտեմ, սարսափ պարունակող ֆիլմերի կամ բռնության, նրանք են ինչ որ նարատիվներ ստեղծում, որոնք ազդում են մասսային գիտակցության վրա,
Այսինքն մենք սևեռում ենք նորից քաղաքական բովանդակության վրա, որը ասենք Սալավիովն է, որին հաստատ ես համոզված եմ Հայաստանում արդեն ոչ մեկ ոչ նայում է, ոչ բանի տեղ է դնում, բայց կային նաև այլ ազդեցություններ, շատ ավելի դանդաղ, շատ ավելի խորքային, որի վերլուծությունը Հայաստանում չի կատարում։ Իսկ եթե կատարվեր, ես համոզված եմ կփորձեին ինչ-որ ձևով սահմանափակել ցանկացած օտար հեռարձակողների գոյությունը եւ լեզվական, եւ տեղեկատվական, եւ օրակարգային մեր եւ ցանցերում եւ հանրային լիազորությունների ավելացման կարիք ունեք, պարոն Հակոբյան։ Մենք արդեն եւ օրենսդրական փոփոխություն երկու խնդիր կա։ Մենք որպես քաղաքացի Հայաստանի չունենք, որտեղ մենք ուզում ենք հանգիստ ապրել։ Մեր երկիրը դրա կարիք ունի, որտեղ մենք մնացել ենք շատ փոքրաթիվային երկրներից, որտեղ որը ձև համացանցի չի կարգավորվում։ Այսօր առավոտ ինձ բովանդակություն բերեցին մոտ կեսեջ, կարդացի եւ սարսափեցի։ Ինչի մաս։ Մենք առաջարկում ենք գնահատականների, որոնք հճում են այլ կարծիք ունեցող քաղաքացիների վերաբերյալ եւ դա էլ սեռական հայհոյանք, էլ ամենա գիտեք ու կնոջ կողմից, հա, եւ մենք այդ հերարձակողի վրա, չնայած ինքը հերոստատեսություն ակոչում բոլոր չափորոշներով, բոլոր դեֆինիցիաներով ներկա օրենքով որևէ ազդեցություն չունենք։ Հիմա այդ կեղտոտ բառապաշարը ինքը պետք է լինի մեր հանրային դաշտում, կարծում եմ ոչ։ Այո, շնորհակալ եմ։ Տեսեք ինչ դրական ավարտեցինք։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Տիգրան Հակոբյանին։